Իսկ դուք գիտեիք, որ մեր ֆինանսական վարքագծի 90%-ը ձևավորվել է մինչև 7 տարեկան հասակը, մեր ծնողների խոսքերն ու տագնապները պատճենելով։ Եթե ընտանիքում փողի թեման միշտ ուղեկցվել է վեճերով, սահմանափակումներով կամ փողը ձեռքի կեղտ է դիրքորոշմամբ, ձեր ուղեղը ֆիքսել է մեկ կանոն՝ փողը վտանգավոր է։ Այսօր, երբ դուք արդեն մեծահասակ եք, այդ ծրագիրը միանում է ավտոմատ։ Հենց որ դուք սկսում եք ավելի շատ վաստակել, ձեր ներքին տագնապն ակտիվանում է։ Ուղեղն արձագանքում է. սա մեզ հարիր չէ, մենք սովոր չենք սրան։ Ու դուք անգիտակցաբար անում եք ամեն ինչ, որպեսզի ազատվեք այդ փողերից։ Անպետք գնումներ եք անում, պարտքով տալիս եք մարդկանց, ովքեր հետ չեն վերադարձնելու, կամ պարզապես բաց եք թողնում լավ առաջարկները։ Սա կոչվում է ֆինանսական ինքնախորտակում։ Իսկական ֆինանսական հասունությունը սկսվում է այն օրը, երբ դուք գիտակցում եք ձեր մանկության ֆինանսական սցենարները։ Ծնողները մեղավոր չեն, նրանք փոխանցել են այն, ինչ իրենք են իմացել։ Բայց այսօր դուք ինքներդ եք գրում ձեր կյանքի սցենարը։ Դուք իրավունք ունեք լինել հարուստ ու ֆինանսապես անկախ։ Հետևիր էջին փողի հոգեբանությունը հասկանալու համար։